Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 28։ Ով է Աստված քեզ նման, անօրենություն վերառնող և իր ժառանգության մնացորդի մեղքիցն անցկենող, որ չի պահում իր բարկությունը հավիտյան, որովհետև նա ողորմություն սիրող է։ Միքիա 7:18 խոսք։ Որքան հեշտությամբ Տերը կարող է ձեր մարմինը ենթարկել հառաչանքի ու ողբի և այն դարձնել չափազանց թույլ ձեր հոգին պահելու համար և դարձնել ավելի նողկալի, քան երկրի աղբը։ Այդ մարմինը, որը այժմ ուզում է միայն այն, ինչ սիրում է, և չի սիրում ճնշվել, նույնիսկ եթե Աստված է ճնշում նրան, որի պահանջներն են բավարարվում սնունդով, խմիչքներով ու հագուստով, անտեսելով այն, ինչ Աստված է ասում այդ ամենի դեմ, սակայն որքան արագ Աստծո բարկությունը կարող է կործանել այն։ Երբ դու կատաղի կերպով պաշտպանում էիր քո մեղքը, վիճում էիր նրանց հետ, ովքեր ուզում էին քեզ դրանից հեռացնել, զայրույթ էիր թափում քեզ խրատողների վրա և արդարացնում էիր խավար գործերդ, որքան հեշտությամբ կարող էր Աստված մի ակնթարթում քեզ կանգնեցնել իր սարսափազդու մեծության ատյանի առաջ, որտեղ դու կտեսնեիր բյուրբյուրավոր փառավոր հրեշտակների կանգնած նրա գահի շուրջը և այնտեղ քեզ կկանչեր պատասխան տալու հարցնելով. «Ի՞նչ ունես հիմա ասելու քո Արարչի դեմ, նրա ճշմարտության, նրա ծառաների կամ նրա սուրբ ճանապարհների դեմ։ Դե պաշտպանիր քեզ, որքան կարող ես լավագույն կերպով։ Դե ի՞նչ կարող ես ասել քո մեղքերը արդարացնելու համար։ Դե հիմա հաշիվ տուր քո աշխարհիկ և մարմնավոր կյանքի, քո ժամանակի, քո ստացած բոլոր ողորմությունների համար։ Ախ, ինչպես կհալվեր քո համառ սիրտը, ինչպես կխորտակվեր քո հպարտ հայացքը, ինչպես կգունատվեր քո երեսը, ինչպես կվերածվեին քո համարձակ խոսքերը համր լռության կամ սարսափելի ճիչերի, եթե միայն Աստված քեզ կանգնեցներ իր դատաստանի գահի առաջ։